Բարև ձեզ հարգելի գոլեգաներ, բարև ձեզ հարգելի պացիենտներ և պացիենտների հարազատներ։ Այսօր մենք կխոսանք սրատուտի մասին, դա կլոր որդերից երկրորդն էր, որ Հայաստանում տարածված, առաջինը արդեն խոսել ենք, դա ասկարիդներ, երկրորդը սրատուտն է, ասկարիդի տեսանյութը կարող եք նայել իմ նախորդ լայվում, սրատուտը հեն միակ ճիճունն է, հելմինտն է, որը վարակվում է մարդուց մարդուն։ Մնացած հելմինտները, որ Հայաստանում տարածված են, հիմնականում վարակվում են հողից, աղտոտվածությունից, միրգերից, բանջարեղենից, մի խոսքով, այսինքն աղտոտվածությունից, տարբեր մթերքներից, իսկ սրատուտը մարդուց մարդուն վարակվում են և նույնիսկ ինքնավարակ է տեղի ունենում, այսինքն ոչ թե նույնիսկ, այլ հենց ինքնավարակ է տեղի ունենում, հիմա ավելի մանրամասը կասեմ։ Սրատուտը դա հաստ աղիքում, ի տարբերություն ասկարիդի, որը բարակ աղիքում է ապրում, սրատուտը ապրում է հաստ աղիքում։ Եվ սրատուտի էգերը, դրանք պուճուր ճիճուներ են, բարակ պուճուր ճիճուներ են, հելմինտներ են, որոնք գալիս են, հետանցքի շրջանում ձվադրում են և ձվադրումից հետո սատկում են։ Այդ ձվադրելու ընթացքում գրգռելով հետանցքի մաշկը, շրջանը, առաջանում է քոր, քորի արդյունքում մարդիկ քորում են կամ քնած ժամանակ նույնիսկ առանց գիտակցելու քորում են, քորի հետևանքով ձվերը անցնում են եղունգի տակ, հատկապես եթե մարդը ունի երկար եղունգներ, հատկապես կանանց մոտ կամ երեխաների մոտ, երկար եղունգների հետևանքով հետագայում դա փոխանցվում է, չգիտեմ, դռների բռնակներին, սպասքին, նույնիսկ այլ մարդկանց կպնելուց կամ սեփական բերանը միած sense մաքրում ես եւ եղունգների տակից այդ ձվերը ինքնավարակի ձևով անցնում են նորից աղիներ, առաջացնելով քրոնիկ, այսպիսով քրոնիկ ճիճվագրություն։ Հիմնական կլինիկական նշանները արդեն ասեցինք, ամենաառաջին հերթին դա հետանցքի քորն է։ Հատկանշական է, որ այս ճիճունն է, որ երեխաների մոտ շատ է հանդիպում, որովհետև մանկապարտեզում կամ չգիտեմ ցածր դասարաններում դպրոցում երեխեք իրար հետ շփվելով կարան այս ճիճուն իրար փոխանցեն։ Ուրեմն հիմնական կլինիկական դրսևորումը հետանցքի քորն է։ Ավելի փոքր տարիքի երեխաների մոտ, որոնք չեն կարողանում բացատրեն ներկայացնեն, մամաները կարան նկատեն անհանգիստ քուն, գիշերը չի կարողանում նորմալ քնի, շատ է լացում երեխան, առավոտյան զարթնում է հոգնած, քունը չի առել, դժվար է զարթնում, պարտադիր չի, որ սա լինի ճիճվագրության հետևանք, բայց սրատուտին բնորոշ է այսպիսի դրսևորումներ։ Հատկապես աղջիկ երեխաների մոտ կարա սրատուտը հետանցքի շրջանից անցնի դեպի հեշտոցի շրջան և առաջացնի հեշտոցի բորբոքումներ, հազվադեպ կարա առաջացնի միզուկի բորբոքումներ կամ միզապարկի բորբոքումներ, այսինքն ցիստիտ նույնիսկ, բայց սա ավելի հազվադեպ։ Երիտասարդ աղջիկների մոտ, աղջիկ երեխաների մոտ, հա, կույս երեխաների մոտ, հեշտոցի կանացի բորբոքումների հիմնական պատճառը կամ մի զգալի մասը պայմանավորված է լինում հենց սրատուտով։ Այսինքն բոլոր այս դեպքերում պետք է մտածել սրատուտի մասին։ Կրկնվող միզուկի միզապարկի բորբոքումների ժամանակ պետք է մտածել սրատուտի մասին։ Դե անալքորը արդեն ասեցինք սրատուտը առաջի կասկածյալներից է։ Սա հիմնական դրսևորումները։ Ինչպես են ախտորոշում։ Հայաստանում որքան էլ անհեթեթ հնչի, ախտորոշումը անում են կեղտի քննությունով, որը շատ ցածր զգայունություն ունի։ Այսինքն սա կեղտի քննությունով չեն ախտորոշում, մի արեք այդ բանը։ Իդեալականը հետանցքի շրջանից առավոտ վաղ թափանցիկ լեյկոպլաստիրով հատուկ։ Ուրեմն կպցնում են հետանցքի շրջանը, լեյկոպլաստիրը թափանցիկ, այնուհետև ապակու վրա եւ այդ ապակին ուրեմն միկրոսկոպի տակ ուսումնասիրում են բացահայտելու համար սրատուտի ձվերը։ Կարծում եմ կհամաձայնվեք, որ գրեթե ոչ ոք այսպիսի հետազոտություն Հայաստանում չի հանձնում։ Մենք էլի գալիս ենք այն մտքին, ինչ որ ես արտահայտել եմ նախորդ իմ լայվին, որ թեև սա գիտական չի, ինչ որ ես հիմա կասեմ, բայց ես նախընտրում եմ պրոֆիլակտիկ ճիճվաթափությունը։ Կասկածում ես ճիճվաթափությունն արա, որովհետև դիագնոստիկ մեթոդները
կատարելագործված չեն, կատարյալ չեն, պրակտիկայում այդքան էլ լավ չենք իրականացնում եւ այլն։ Բայց գրքերով, ուղեցույցներով ահա այդ կպչուն պլաստիրի, թափանցիկ պլաստիրի մեթոդն է, որով հետանցքի շրջանում պլաստիրը կպցնում են, հետո առարկայական ապակու վրա են դա կպցնում եւ ուսումնասիրում են միկրոսկոպի տակ։ Տես պիտի լինի, բայց այդպես չի։ Այդպես միջանկյալ տարբերակ քսուկի կամ քերուկի ստացում էլի հետանցքի շրջանից եւ միկրոսկոպի տակ դրանից ստացած պրեպարատի պատրաստուկի միկրոսկոպի տակ դրա ուսումնասիրում, բայց դա արվում է ոչ լիարժեք, գիտեմ որ Հայաստանում այդ լաբորատորիաներ կան, որ այդպիսի ստուգում անում են։ Ինքս գերադասում եմ պրոֆիլակտիկ բուժում առանց ստուգում իրականացնելու։ Մտքովդ անցավ բուժումն արա։ Բուժումն ինչպես է արվում։ Բուժումը արվում է, էլի ասեցինք, ալբենդազոլով 400 միլիգրամ, մի օր ընդամենը առավոտյան նախաճաշից հետո, թեթև նախաճաշից հետո։ Մի տաբլետկա ստանում է այդ ժամանակ, պացիենտը հենց լայվը սկսավ, այս զանգերն էլ սկսավ։ Ոչինչ, մի քիչ կսպասեն, ես հեսա հետ կզանգեմ։ Ուրեմն մեկ օր առավոտյան նախաճաշից հետո, այնուհետև ուղիղ 14 օր անց կրկնել այդ բուժումը։ Այնքան եմ ուզում ես լայվի ժամանակ միացնեմ մի հատ տենանք, ես ինչ հարցա, որ սենց խեղտում մորթում են, էլի։ Ես ոչ շտապօգնության բժիշկ եմ, ոչ շտապօգնության ծառայություն եմ, ոչ էլ հերթապահ եմ, ձեր ցավը տանեմ։ Էս ինչ է, որ ես սենց խեղտում եք։ Ուրեմն մի օր ընդունելուց հետո ճիշտ 14 օր անց կրկնում են այս բուժումը։ Ճիշտ 14 օր անց եւս մի անգամ։ Սովորաբար սենց ենք անում, ես տալիս եմ 2 օր, այնուհետև կրկնում եմ 12 օր անց, այսինքն դառնում է 14 օր անց եւս 2 օր։ Սովորաբար ես այդպես եմ անում, բայց սրա հետ միասին սովորաբար սա օգտվում է, սրանով ազատվում են այդ քորից, ազատվում են այդ սիմպտոմներից, բայց եթե կրկնություններ ա լինում, սիմպտոմները հետո էլի կրկնվում են հաճախակի, ուրեմն բուժումը ինչպես ենք իրականացնում։ Բուժմանը զուգահեռ, այսինքն առաջի օրը եւ 14-րդ օրը ալբենդազոլ կամ պիրանտել ըստ ինստրուկցիայի կամ ըստ ձեր բժշկի նշանակման եւ կրկնել նույնը 14 օր անց։ Եթե սա բավարար չի, ապա այդ 14 օրվա ընթացքում պացիենտին հորդորում ենք շորտիկով քնի, որպեսզի գիշերը ինքը իրեն չկարողանա քորել, որպեսզի ինքնավարակ տեղի չունենա։ Ամեն առավոտ ներքնաշորը փոխի, ամեն առավոտ սպիտակեղենը անկողինը փոխի։ Եվ ընդհանրապես խիստ հետևել հիգիենայի այն մինիմում կանոններին, որ անհրաժեշտ է։ Սրատուտը այն միակ հելմինտն է, այն միակ ճիճունը, որը կարելի է բուժել ընտանեկան։ Այսինքն, եթե մեկի մոտ ընտանիքում կա, հնարավոր է դա լինի մյուսի մոտ։ Եթե ընտանիքում կան պուճուր երեխաներ, մի երեխայի մոտ բուժումն անում եք, ճիշտ կլինի բուժումն անել նաև մյուս երեխաների մոտ։ Այսինքն, սա միակ դեպքն է, որ ասեցինք, քանի որ մարդուց մարդուն վարակը կարա փոխանցվի, մենք բուժումն իրականացնում ենք ամբողջ ընտանիքով։ Սա կարա իրականացվի ամբողջ ընտանիքով։ Այդպիսի բան չենք անում ասկարիդի համար, այդպիսի բան չենք անում երեզորդների համար։ Այդպիսի բան ձեռքի հետ էլ ասեմ, չենք անում հելիկոբակտերի համար։ Դա անում ենք այս դեպքում սրատուտի համար, երբ որ ողջ ընտանիքով կարող են այդ ճիճվաթափության սխեմայից օգտվել եւ բուժումը իրականացնել ամբողջ ընտանիքի համար։ Սա էլ այսպես Ուրիշ ինչ կա, ախտորոշումը չի արվում արյունով, ընդհանրապես ճիճվագրությունը արյունով չեն ստուգում։ Գրեթե բոլոր լաբորատորիաները առաջարկում են արյան անալիզով, հակամարմիններ ստուգելով իրականացնել ճիճվագրության ստուգում։ Գրեթե բոլոր լաբորատորիաներում այդպիսի անալիզ կա, դա շուկան առաջարկում է, բայց հարգելի գոլեգաներ եւ հարգելի պացիենտներ, չկա նման գիտական մոտեցում, որ ճիճվագրություն, այսինքն այն ճիճուն, որ ապրում է աղիքում, դա ստուգեն արյան միջոցով։ Նման հետազոտությունը սխալ է, թերի է, մի խոսքով պետք չի տենց բան անել, արյունով ճիճվագրություն մի ստուգեք։ Մի խոսքով եւ ալբենդազոլը ասեցի, հենց հանդիսանում է նաեւ ասկարիդոզի բուժումը։ Այսինքն եթե դուք բուժում եք սրատուտը, դուք ինքստինքյան բուժում եք ասկարիդոզը, ինքստինքյան։ Եղավ։
Այսինքն ստեղ բուժումը ընդհանուր է, անկախ նրանից դուք ալբենդազոլ կկիրառեք, թե պիրանտել կկիրառեք, բուժելով սրատուտը դուք ինքստինքյան, ուզեք թե չուզեք, բուժում եք նաև ասկարիդը։ Նու թերևս այսքանը։ Հարցեր են լինում, որ արդյոք ճիճվակրությունը կախված է ալերգիաների հետ, մաշկային հիվանդությունների հետ եւ այլն։ Ժողովուրդ, ապացուցված նման բան չկա, որ ալերգիկ հիվանդին ճիճվաթափություն անենք ու ալերգիան անցնի, կամ մաշկային հիվանդին տարբեր դրսևորումներով ճիճվաթափություն անենք անցնի։ Նման բան գոյություն չունի։ Գիտությանը նման բան այս պահի դրությամբ հայտնի չի։ Կան առանձին հաղորդումներ, առանձին պացիենտներ, որոնք ասում են, ահա ես ճիճվաթափությունից հետո մաշկային հիվանդությունս մեղմացավ կամ լավացավ, ալերգիաս մեղմացավ կամ լավացավ։ Կան այդպիսի հաղորդումներ, բայց ապացուցված, հիմնավորված նման մոտեցում գոյություն չունի։ Այս վերջերս ինձ մի ծնող էր դիմել երեխայի մոտ աուտիկ սպեկտրի խանգարում կար։ Ահա եւ աուտիկ սպեկտրի խանգարման հետ կապված ասում են, որ առաջարկել են ճիճվաթափությունով բանով հարց լուծել։ Ժողովուրդ, դա էլ լուրջ չի, գիտական չի։ Մի խոսքով ես վերջերս էլ, եթե չգիտեմ, ճանաչում եք թե չէ, Ռուսաստանում նյարդային վիրաբույժ թե նյարդաբան սեփական կլինիկան ունեցող Գեներալով կար մի բժիշկ։ Ահա այս վերջերս Գեներալովին բռնել էին, ով իր կլինիկայում խաբել էր ծնողներին, թե իբրև աուտիկ սպեկտրի խանգարումը աղիքային միկրոֆլորայի փոփոխությամբ եւ ճիճվաթափությամբ պարազիտների դեմ պայքարելով այդ հարցերը լուծում էր։ Դրանք նույնպես ժողովուրդ ջան, հուսահատ մարդկանց, այսպես ասած, հուսահատ մարդը ինչպես ասած փրփուրներից էլ կկախվի, չէ՞։ Ահա այս տեսակ բժշկությունը սա ավելի շատ մարքեթինգ է, խաբեբայություն է, որով խաղում են, փող են աշխատում մարդկանց հուսահատ վիճակից ելնելով։ Կոպիտ ասած, սա հոգևորսության պես մի բան է, որը լուրջ չի ապացուցողական բժշկության տեսանկյունից։ Եթե այլ նոր տվյալներ, ավելի ապացուցված տվյալներ ունեք, խնդրեմ, տվեք, ես անպայման դրանց կանդրադառնամ, դրանց մասին կխոսամ, չեմ զլանա։ Նու թերևս սրատուտի մասին այսքանը, եւս մի ուղիղ եթեր կանեմ երիզորդների, այսինքն տափակ որդերի համար, եւ կարծում եմ այդքանով այս թեման կսահմանափակվենք, կանցնենք ուրիշ եւ ավելի հետաքրքիր թեմաների։ Ցտեսություն, մի շնորհ հանդիպում։